Ողջույն հարգելի հայրենակիցներ, քաղաքային իշխանությունները շտապեցին գաղթագողի էլի այսպես ծածկադմբոցի տրամաբանությամբ տրանսպորտի թանկացման նախագիծը ներկայացնել, շատ ուշագրավ է, որ մենք այսօր լսումներ ենք նախաձեռնել քաղաքային տրանսպորտի գների վերաբերյալ եւ առաջարկել ենք, որ թանկացումներ չլինեն, այսինքն տրոլեյբուսը մնա 50 դրամ, ավտոբուսը եւ մետրոն 100 դրամ, առաջարկում ենք նաեւ միասնական համակարգ տոմսային եւ առաջարկում ենք քաղաքացուն ընտրության հնարավորություն, ինքը կամ օգտվի մեկ անգամյա ամեն անգամ վճարելով 100 դրամ, կամ եթե 4 եւ ավելի անգամներ է օգտվում տրանսպորտից, ապա օգտվի այն քարտային համակարգից, որ մենք առաջարկում ենք մեկ օրվա համար 400 դրամ, մեկ շաբաթվա համար 2000 դրամ, մեկ ամսվա համար 5500 դրամ, 6 ամսվա համար 20000 դրամ եւ 1 տարվա համար 35000 դրամ։ Քաղաքային իշխանությունները որևէ ձևով չեն հիմնավորում այն թանկացումները, որ առաջարկում են, նրանք մի պահ հետ քաշեցին այդ նախագիծը եւ այսօր հանձնաժողովի նիստից ընդամենը 1 ժամ առաջ շրջանառության մեջ են դրել նախագիծը, թանկացումների այսպես կոսմետիկ միջամտություն են իրականացրել իբր թե նախկին առաջարկած գնից էժան, բայց ընդհանուր առմամբ տրանսպորտը թանկանում է։ Մենք սա դիտարկում ենք որպես թալանչիական քաղաքացիություն, քաղաքացուն խաբելու քաղաքականություն։ Մենք մեր նախագիծը ունենք, Մայր Հայաստանը իր նախագիծը ներկայացրել է։ Այդ նախագիծը իրենք չեն դնում շրջանառության մեջ դեռ, բայց իրենց թանկացումներով նախագիծն են դնում։ Նախ լրագրողները, ովքեր որ տեղյակ չեն, ես կառաջարկեմ, որ հիմա գնան քաղաքապետարան եւ պահանջեն, որպեսզի այդ հանձնաժողովի նիստը հրապարակային լինի, այսինքն լուսաբանվի, հանրությունը տեղեկանա, թե ինչի ինչոց է։ Եվ երկրորդը մենք ուշադիր լինենք, տեսնենք ինչ են անելու։ Հանձնաժողովում հնարավոր է որ կարողանան անցկացնել եւ բերեն մարտի 12-ի ավականու նիստի օրակարգ, բայց ամեն դեպքում մենք բոլորս պետք է պատրաստ լինենք, որպեսզի դուրս գանք պայքարի, թույլ չտանք այդ թանկացումները, որովհետև տրանսպորտային համակարգի բարեփոխումը դա թանկացնելը չէ։ Իրենք ինչ եկել են իշխանության, թանկացնում են տեղական турքերը, վճարները, ավտոկայանատեղիները եւ այլն, փոխարենը ոչինչ չեն առաջարկում, ընդհանրապես գումարներ են վերցնում քաղաքացիներից, հիմա նույնն են ուզում անեն տրանսպորտի հետ կապված, ուզում են աշկները մտցնեն մարդկանց, թե իբր ավտոբուսներ են բերել, հետեւաբար պետք է թանկացնեն ու այնպես են անում, որ մարդիկ են, այսպես ասած, ջարդուխով տեղած գազելները ցանկանան վերադառնալ, որպեսզի իրենք 100 դրամ վճարեն։ Այս սոցիալական պայմաններում տրանսպորտիկին թանկացնելը մենք համարում ենք կոպիտ ասած կամ այսպես մեղմ ասած սխալ քաղաքականություն։ Առաջարկում քաղաքացիներին ուշադիր հետևել իրադարձություններին եւ պատրաստ լինել, որ եթե սրանք թանկացումներ իրականացնեն եւ փորձեն կյանքի կոչել, մենք բոլորս դուրս գանք պայքարի։ Առայժմ այսքանը, նրանք ովքեր որ չեն հետևել մեր այսօրվա լսումներին, առաջարկում են լսումները նայել եւ տեսնել, որ մենք այլընտրանքային առաջարկում ենք եւ Մայր Հայաստանը առաջարկում էր չթանկացնել տրանսպորտը, այլ ընդհակառակը նույնիսկ ինչ որտեղ նաև էժանացնել եւ այդ հնարավորությունները կային, գումարած մենք թոշակառուներին ենք առաջարկում անվճար տրամադրել հնարավորություն եւ առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամներին։ Սրանք այդ ճանապարհով չեն գնում, սրանք գնում են թանկացումների ճանապարհով։ Սա է քաղաքացիական պայմանագիր կոչված կառույցի հակաքաղաքացիական քայլի էությունը։ Առայժմ այսքանը։